Բարի գալուս սիրելի եկեղեցի, Տիրոջ խաղաղությունը լինի բոլորիս վրա, Տիրոջ խաղաղությունով սկսենք և ավարտենք մեր օրը։ Նաև շնորհավորում եմ բոլորիս գարնան առաջին օրը, թող որ Տիրոջ գարունները մեր կյանքից երբեք չպակասեն, անկախ ցրտի, փոթորիկների, տաք օրերի, թող որ միշտ Տիրոջ գարունն ապրենք, ամեն։ Ուզում եմ մի բան կարդալ, կարծում եմ շատերս գիտենք մեր սիրելի եղբայր Միշա Սվարյանին, իր գործերից մեկն եմ ուզում կարդալ այսօր։ Ով Տիրոջ ժողովուրդ, գալիս է մեր Տերը, հրճվանքից դողում են, ցնծում են սրտերը, որ շուտով աշխարհին կտանք մենք հրաժեշտ, որ ծանր է գնալը շատ է հեշտ։ Դե շտապ յուղ լցրենք մեր կանթեղը և կապենք հավատքի փրկության զենքերը։ Հալվում են Հիսուսին սպասող սրտերը և ցնծա ժողովուրդ, գալիս է մեր Տերը։ Հիսուսով մարված են մեր բոլոր պարտքերը, իմ սրտում խոսում է Հիսուսի սուրբ սերը, մեր առջև բացվում են երկնքի դռները։ Դե ցնծա ժողովուրդ, գալիս է քո Տերը։ Ովքեր են սպասում Տիրոջ գալստին, Մարանաթա, թող որ Տիրոջ գալուստը չուշանա։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը, այսօր մեր սրտերը պատրաստենք Տիրոջը թարմ և քաղցր փառաբանություն ու երկրպագություն մատուցելով, ամեն։ Ամեն։ Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար, թող որ քո հոգին այսօր լցնի մեզ, լցնի ամեն դատարկություն, ու դու փառավորվես այս վայրում։ Միասին երգենք։ Մի տխնի, մի դժգոհ, մի դուները համար, որ հանդիպել ես դժվարության, որ խաղաղ գարանը շատ բացել ես երկար, Հիսուսով կստանաս անպայման։ Մեծ համար կարորակ շալի, հոտավեց աղիքներով լցված, ուղարկում է Աստված կարունիանալի, Գողգոթայի խաչով։ Նորից երգենք մեզ համար կարորաշալի, մեզ համար կարորակ շալի, հոտավեց աղիքներով լցված, ուղարկում է Աստված կարունիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված։ Ողորի երիտասարդ կյանքը նվիրի, ծառայություն արարի չասում, նա իր տերության օրերում նույնպես կապի, Աստծուց տրված հոգեր որ գարում։ Մեզ համար կարորաշարի, հոտավեց աղիքներով լցված, ուղարկում է Աստված կարունիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված։ Մեզ համար կարորաշարի, հոտավեց աղիքներով լցված, ուղարկում է Աստված կարունիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված։ Մենք ձգտում ենք, որ կյանքի գանան արևը, հայլի մեծ արաված սրտերում, ամեն։ Եվ ասո հոգու հաշալի բռունները, զուգանան հետաճեր մեր հոգում։ Մեզ համար կարորաշալի, հոտավեց աղիքներով լցված, ուղարկում է Աստված կարունիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված։ Մեզ համար կարորաշալի, հոտավեց աղիքներով լցված, ուղարկում է Աստված կարունիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված։ Ով իմ բարեկամ, գիտեմ դու ես որոնում մեկին, ով քեզ հասկանա, իմ և քո կողքին փնտրողն է շատ կան, բայց դեռ չեն գտել սերը իսկական։ Երգիր Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել, ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսի սերը
Սուրբ կյանքը ստանան, Աստված է մեզ Տեր, և շտապ ենք նրան, հենց Աստված է սուրբ, սերը իսկական։ Հիսուս իմ սերը, Հիսուս իմ սերը, Հիսուս իմ սերը, մեզ կյանք է տվել, Հիսուս իմ սերը, Հիսուս իմ սերը, Հիսուս իմ սերը, մեզ կյանք է տվել, ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուս իմ սերը մեզ է տվել, ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուս իմ սերը մեզ է տվել, Հիսուս իմ սերը, բարձրացրու ձայնդ երգի, Հիսուս իմ սերը մեզ կյանք է տվել, Հիսուս իմ սերը, շնորհակալ ենք քո սիրո համար Տեր, Հիսուս իմ սերը, մեզ կյանք է միասին երգենք, ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուս իմ սերը մեզ է տվել, շնորհակալ ենք Տեր, ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուս իմ սերը մեզ է տվել, Հիսուս իմ սերը մեզ է տվել, Հիսուս իմ սերը մեզ է տվել, հալելույա, շարունակենք Տիրոջը երկրպագել։ Փառք ես Տեր, եկեք միասին երգենք, փառաբանենք մեր Տիրոջը։ Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե, առանց իր կյանքը ոչինչ է։ Ինքն է աղբյուր կյանքի, ուրախություն սրտի, Հիսուս Քրիստոսն է իր անունը։ Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը։ Եկեք, ծափծակենք, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա արժանի է մեծ մարդի ու պատվի, հալելույա, փառք Տիրոջ։ Նա արժանի է մեծ մարդի ու պատվի, հալելույա, փառք Տիրոջ։ Մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե, առանց իր կյանքը ոչինչ է։ Ինքն է աղբյուր կյանքի, ուրախություն սրտի, Հիսուս Քրիստոսն է իր անունը։ Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը։ Եկեք, ծափծակենք, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա արժանի է մեծ փառքի ու պատվի, հալելույա, փառք Տիրոջ։ Նա արժանի է մեծ փառքի ու պատվի, հալելույա, փառք Տիրոջ, հալելույա, փառք Տիրոջ, հալելույա, փառք Տիրոջ։ Ամեն, փառք ես Տեր։ մեր հոր անունը կանչենք։ Այս երգը, որ պետք է երգենք, խոսում է հոր մասին։ Իմ հայր։ Հոր սերը այնքան յուրահատուկ սեր է, որ մորսերն էլ է շատ կարևոր, բայց հայրը շատ յուրահատուկ ձևով է սիրում։ Քեզ հետ կլինի դժվար, երբ որ քեզ մոտ դժվար ժամանակներ են, որ քեզ սովորեցնի, որ քեզ ցույց տա, որ դու ինչ ճանապարհով պետք է գնաս։ Եկեք կանչենք մեր հոր անունը, ասենք Տեր Հիսուս, գալիս ենք քո առջև մեր հայր, գալիս ենք քո ոտքերի առաջ Տեր, փառաբանելու քեզ, երկրպագելու քեզ Տեր իմ Հիսուս։ Դու ես ամենակարող հայրը Տեր։ Փառք ես Տեր, փառք ես։ Իմ հայր, իմ սրտում հավետ, քո ներկայությունը միշտ զգում եմ
կատար ես դու ինձ համար գիտեմ քո սիրո շնորհիվ եկեք նորից ասենք իմ հայր իմ սրտում հավեր քո ներկայությունը միշտ զգում եմ ես օգտած դու ինձ համար գիտեմ քո սիրո շնորհիվ եկեք ասենք սիրում եմ քեզ Տեր Սիրում եմ քեզ Սիրում եմ քեզ Սիրում եմ քեզ Սրտով երախտաբար մեծանում եմ քեզ Էմանուել ասենք գիտեմ Տեր գիտեմ դու ինձ համար տվիր քո միակ որդուն ու սերը քո սրտի Սրտով երախտաբար մեծանում եմ քեզ Էմանուել Սիրում եմ քեզ Տեր Սիրում եմ քեզ Սիրում եմ քեզ Սիրում եմ քեզ Ասենք միասին ասենք Աստծո ժողովուրդ Սիրում եմ քեզ Սիրում եմ քեզ Էմանուել Կանչիր նրա անունը ասա սիրում եմ քեզ հայր հագիր աչքերդ բարձրացու ձեռքերդ վերև Սիրում եմ քեզ
Տերոջ հետ կրպակել։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք։ Այն սրտի համար Տեր, որ դու կառուցում ես մեր ներսում, որ մեր փափագները ուղենք քեզ Տեր։ Մեր սրտի ամենախորը Տերը Տեր։ Նվիրաբերում ենք քեզ։ Մեր հոգու սերը տալիս ենք քեզ, որտեղ միայն դու ես արժանի այդ սիրուն Տեր։ Մարդը չի կարող գնահատել այն սերը Տեր, որ մեր հոգու խորքում ունենք։ Դա պահված է քեզ համար։ Դա տալիս ենք քեզ Տեր։ Դու արժանի ես։ Քո կարիքն ունենք Տեր ամեն ժամանակ։ Քո կարիքն ունենք Տեր այսօր։ Նորից ասենք. Սիրում եմ քեզ, Հիսուս, սիրում եմ քեզ, Էմանուել, Էմանուել։ Նորից ասել նրան, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, Տեր դու գիտես, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, Սիրում եմ քեզ, Տեր թող քո սերը լցնի մեր հոգին, Էմանուել, որ քո կյանքը չխնայեցի, որ քո կյանքը զոհեցիր այսօրվա համար Տեր։ սիրում եմ քեզ, Հիշիր Տերը քանի անգամ է քեզ տվել այն ինչի կարիք ունի։ Հիշիր քանի անգամ է նա ձեռքը երկարացրել ու քեզ փրկել։ Թող որ քո ձայնը սիրուց դուրս գա։ սիրում եմ քեզ, Թող քո սերը սիրուց բխի։ Սիրում ենք քեզ Տեր։ Օ Էմանուել, շնորհակալ եմ քեզ։ Ասա նրան սիրում եմ քեզ։ սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, Դու արժանի ես Տեր։ քեզ, Հալելույա Տեր։ Շնորհակալ ենք Հայր այն սիրո համար, որ դու տվեցիր մեզ, որ երբ դեռ մենք մեր մեղքերի մեջ էինք, դու քո որդուն ուղարկեցիր, որպես ողջակեզ մեր մեղքերի համար, զոհեցիր նրան Տեր, որ ունենաս մեզ։ Մենք խոնարհվում ենք քո առջև, հավիտյան խոնարհվում ենք Տեր քո զոհի առջև։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Գարուն է հիմա իմ հոգում, Հիսուսն է եկել իմ սրտում, անապատը չոր իմ սրտի, քո շնորհիվ Տեր, դարձել է ծաղկած մի այգի, երգի նրան Տեր Հիսուս, Տեր Հիսուս, քեզ եմ ես օրհնում, իմ արքա, քեզ եմ մեծարում, ինչպիսի մեծ երջանկություն, ես գտամ մեծ ողորմություն, նորից երկիր Տեր Հիսուս օրհնում եմ քեզ, Տեր Հիսուս, քեզ եմ ես օրհնում, իմ արքա, քեզ եմ մեծարում, ինչպիսի մեծ երջանկություն, ես գտամ մեծ ողորմություն։ Մոլորված էի խավարում, մահվան շուքի խոր ծորերում, չունեի ես ուրախություն, չկար ոչ մի խաղաղություն,
մաքրի սիրտը Ես եմել քո իմ սրտի Աչեմ պտուղ տա իմ կյանքում նորից հրճակիր այս խոսքերը Շարունակ թող քո սուրբ հոգի Մշակի մաքրի սիրտը Ես եմել քո իմ սրտի Թող աչեմ պտուղ տան Տեր Աչեմ պտուղ տան Քո թագավորության համար Տեր Քո մտղավելի Տեր Հիսուս Քեզ եմ ես օրհնում Իմ արքա Քեզ եմ մեծարում Արժանի ես Տեր Ինչպիսի մեծ երջանկություն Ես գտա մեծ ողորմություն Տեր Հիսուս Քեզ եմ ես օրհնում Իմ արքա Քեզ եմ մեծարում Ինչպիսի մեծ երջանկություն Ես գտա Կարող ես ձայնը բարձրացնել նորից երգել Տեր Հիսուս Տեր Հիսուս Տեր լսիր մեր ձայնը Մենք օրհնում ենք քեզ Տեր այսօր այս վայրում Դու արժանի ես պատվի ու մեծարանքի Շնորհակալ ենք Տեր որ այս խավար աճառից մեզ ընտրել ես Որդեգրել ես Տեր քո զավակներն ես դարձրել Շնորհակալ ենք ողորմության համար Տեր Հիսուս Քեզ եմ ես օրհնում Իմ արքա Քեզ եմ մեծարում Ինչպիսի մեծ երջանկություն Ես գտա մեծ ողորմություն Նորից երգել Տեր Հիսուս Քեզ եմ ես օրհնում Իմ ողջ սրտով օրհնում ենք քեզ Տեր Իմ արքա Քեզ եմ մեծարում Ինչպիսի մեծ երջանկություն Ես գտա մեծ ողորմություն Ես գտա մեծ ողորմություն Ես գտա մեծ ողորմություն Շնորհակալ ենք Տեր Շնորհակալ ենք քո ողորմության համար Օրհնիր Տիրոջը քո ծափերով Հալելույա Պարքես Տեր Հիսուս, շնորհակալություն Փառաբանության խմբին։ Բարի սիրելի ժողովուրդ, այսօր ինձի օրհնություն է, որ ես կարող եմ խոսալ մեր զոհաբերության բաժինը։ Ուզում եմ մի օրինակով սկսել, եկեք պատկերացնենք ինչ որ մեկի տուն ենք հյուր գնացել ու ինքը շատ առատաձեռն մարդ է ու ինձ թվում է հայերի մոտ հիմնականում տենց է, որ մեկի տուն որ գնում ես, բոլորի մոտ հիմնականում առատաձեռն են լինում ու որ մենք այսպեսի մարդու տուն հյուր ենք գնում, մենք երբեք հիմնական չենք մտածում, թե ինչ հոգս ունենք, կամ ուղղակի վայելում ենք իրաց ներկայությունը եւ այդ տանը գտնվող մարդկանց ներկայությունը։ Կարծում Աստված մեզ ստեղծելով, այս մոլորակը ստեղծելով, ինքը ուզում է, որ մենք էլ նույն ձև զգանք։ Ինքը առատաձեռն հյուրընկալ է ու ուզում է, որ այս առատության մեջ մենք նույն ձև զգանք ու վայելենք Աստծո ներկայությունը։ Բայց շատ հաճախ բոլորիս մոտ նույնը լինում վստահ եմ, որ շատ հաճախ որ մենք բավարար չնելու զգացողություն ենք ունենում, որ բավարար չի, պակաս է, ինչ որ բան քիչ է ու սկսում ենք չվստահել մեր հյուրընկալին Աստծուն։ Ու մանավանդ ժամանակակից աշխարհում
էսի շատ է պատահում, որովհետև որտեղ որ նայում ես, բոլորին որ նայում ես, ոնց որ մի մրցույթի մեջ լինե, որ ավելի շատին հասնեն ու ոնց որ աշխարհը մեզ սովորացնի, որ պակասա, քիչ է, պետք է ավելի շատ ունենանք, պետք է կուտակենք ու անհանգստանանք։ Բայց կարծում հենց էսի է սուտն է, որովհետև Աստված այս աշխարհում մեզ ստեղծելուց այս ձևի մեզ չի ստեղծել, որ մենք ավելի շատ մենք մեզ վստահելով փորձենք առաջ գնանք ու ժլատանանք ու անհանգստանանք անդադ կուտակելու մասին։ Հիսուսը երբ որ եկավ այս աշխարհ, ինքը եկավ այն ժամանակ, երբ որ կար աղքատություն աշխարհի մեջ, կար դժվարություններ, բայց ինքը երբեք այս պակասի մտքով չէր ապրում։ Ու ինքը միշտ հիշեցնում էր իր խոսքի մեջ, իր քարոզների մեջ, որ օրինակ Մատթեոս 6:26-ում որ ասում է նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ ընձում եւ ոչ էլ շտեմանների մեջ ամբարում եւ բայց երկնավոր հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ մենք ավելի առավել ենք, քան նրանք։ Ու Հիսուսը միշտ վստահ էր, որ հայրը բարի է եւ այդ վստահությունն էր, որ իրան թույլ էր տալի, որ ինքը ունենա զոհաբեր սիրտ եւ մեզ է սովորացնել, որ լինենք զոհաբեր եւ առատաձեռն։ Նույն Մատթեոս գրքի մեջ 6-րդ գլխի 34 համարում ասում է, որ մենք չպիտի մտածենք վաղվա հոգսի մասին, այլ պետք է այսօրվա հոգսով ապրենք եւ վաղվա հոգսը կմտածի իր մասին։ Ես ուզում եմ նաեւ որ նվիրատվությունը ոչ թե պարտավորվածություն է, այլ ինքը ավելի շատ ցույց է տալի, որ մենք վստահում ենք Աստծուն, մենք վստահում ենք Աստծո առատությանը, որ ինքը հյուրընկալ է, ինքը առատաձեռն է ու մեր նվիրատվությունը ավելի շատ ապացույց է այդ առատաձեռնության ու վստահության կոչը։ Եվ որովհետև ինքը մեզ տվել է ամենամեծ նվերը, ինքը տվել է իրեն մեզ համար։ Ու 2 Կորինթացիս 9-րդ գլխի 7-8 համարում ասում է, որ ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա եւ ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին, բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով ամեն բարի գործի համար առատանանք։ Ես սիրելի եկեղեցի այսքան ուզում ավարտել եւ կոչ անել, որ մենք մեր զոհաբերությունը ոչ թե եկեք անենք որպես պարկ, այլ որպես հրավեր Աստծո միանալու իր խնջույքին, որտեղ ամեն ինչ բավարար է եւ որպես ապացույց մեր հավատքի։ Ամեն, եկեք անենք մեր զոհաբերությունը։ Եկեք արշաղոտ կանենք։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ ամեն բանի համար, Տեր, շնորհակալ եմ մեր եկեղեցու համար, շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ ունենք քեզ եւ կարող ենք լսել քո փառաբանել քեզ, Տեր իմ Աստված, եւ լսել քո խոսքը, Տեր։ Շնորհակալ եմ ամեն հնարավորության համար, որ մեզ բոլորիս տվել ես, Տեր, շնորհակալ եմ մեր զոհաբեր սրտերի համար եւ խնդրում եմ, Տեր իմ Աստված, մեզ բոլորիս օգնիր, Տեր Հիսուս, որպեսզի կարողանանք վստահել քեզ, Տեր իմ Աստված, որպեսզի կարողանանք կատարյալ վստահել քեզ, որ մեր օրը քեզ հանձնենք, Տեր իմ Աստված, որ մեր հնարավորությունը քեզ հանձնենք եւ չլինենք ժլատ եւ չլինենք մենք ինքներս մեզ վստահող, Տեր իմ Աստված, քո ձեռքերի մեջ եմ բերում բոլորիս, Տեր իմ Աստված, ամեն։ Հիսուսին Աստծո ժողովուրդ։ Այսօր մի հետաքրքիր նյութ եմ խոսալու Աստծո ժողովուրդ։ Գիտեք, մեր բոլորիս կյանքի մեջ մի բան պատահում է, օրինակ, երբ որ քայլում ենք, օրինակ ես երբ որ գործ եմ գնում, մետրոն եմ օգտագործում, մետրով եմ գնում, եւ ճանապարհին տարբեր տեսակի հոտեր ա գալիս։ Չեք հավատա, բայց տենց է։ Եթե կուզեք, հետս եկեք downtown
դուխու հոտ տարբեր տեսակի, հոմլեսների հոտ տարբեր տեսակի, տրագների հոտ տարբեր տեսակի եւ այլն։ Գիտեք, ամեն մի արդեն գիտեմ տեղերը։ Մարդիկ կան, չեք հավատա, իրականից ճիշտ եմ ասում։ Մարդիկ կան, որ մտնում են մետրոյի վագոնը, օդը տեղի գույն աստանում։ Այնքան վրնից կեղտոտ հոտ է գալի, որ մթնոլորտը դեղնում է։ Ես ճիշտ եմ ասում եւ սուտ չեմ ասում։ Ես չգիտեմ մարդիկ ոնց են տենց այդ հոտերի մեջ ապրում, բայց ամեն դեպքում, երբ որ մարդը իր կյանքի մեջ բոլորս էլ, երբ որ մի տեղով գնում ենք, ինչ որ հոտից, ինչ որ բան ենք հասկանում։ Օրինակ գազը ինքը հոտ չունի ընդհանրապես։ Բայց մարդիկ ինչ են անում, ինչ որ քիմիական նյութեր են խառնում, հատուկ հոտ, որ դանով հասկանա, որ սա գազ է։ Եթե այդ հոտերը չեղնի, չես հասկանա, որ գազ կա եւ կթունավորվես, կխեղդվես։ Մի ընտանիք կար նոր եկե Հայաստան եւ նրանք դեռ չգիտեն սկանկը ինչ կենթանի է։ Այդ մեր սիրելի եղբայրներից մեկը, որ չգիտեր սկանկն ինչ է եւ առաջ անգամ դեմը դուրս եկե սիրուն կենթանի է, մոտեցել էր եւ սկանկի հոտը կպել էր այս տղային եւ դե գիտեք, այդ հոտն էլ նույն գազի հոտն է, բայց չի հասկանում։ Այսինքն, երբ որ այդ տարածքով, այդ փողոցով ասում ես, գիտես, որ այս կենթանին ստեղ եղել է։ Օրինակ, մեր տուն, երբ որ երեխեքը քերին գալիս է եւ գնում է երեխեքը, երբ որ տուն են գալիս, ասում են քերին մեր տուն է եկե, այսօր, որովհետեւ դուխու հոտը մնացել է։ Չէ՞, մարդիկ այնքան դուխ են լսնում, որ արդեն գիտես, այս մարդը եկել եւ անցել է այստեղով։ Ուրեմն այսօր Քրիստոսի անուշ հոտը պետք է խոսանք, Աստծո ժողովուրդ։ Գիտեք, ամեն բան հոտով կարողանում ես հասկանալ, այս բանը լավ է, թե լավ չի։ Աստվածաշունչը մեզ երկրորդ Կորինթացիների մեջ, երկրորդ գլուխ 14-ից 16 համարների մեջ հետաքրքիր բան եմ գտել, որ կուզեմ անպայման դրա վրա ուշադրություն դարձնենք։ Սա թեև շատ եմ կարդացել, բայց վերջերս եմ ուշադիր նկատել եւ հիմա ասեմ։ Ասում բայց փառք Աստծուն, որ միշտ մեզ հաղթություն կտա Քրիստոսով ու իրեն ճանաչելու հոտը մեզանով հայտնի կանե։ Որովհետև մենք Աստծո առջև Քրիստոսի անուշ հոտն ենք, թե փրկվածների մեջ եւ թե կորսվածների։ Ոմանք մահվան հոտ դեպի մահ եւ ոմանք կենթանության հոտ դեպի կյանք։ Ուրեմն այստեղ մի բան նկատեցի 14-րդ խոսքի մեջ, որ ասում է Աստված իր հոտը մեզանով հայտնի կանե։ Ուշադիր լսեք խոսքը, Աստված իր հոտը մեզանով հայտնի։ Այսինքն Աստված էլ իր հոտը ունի, հետաքրքիր է։ Եվ որն է այդ հոտը, մի քիչ հետո կնայենք։ Աստծո խոսքը մեզ նկարագրում է տարբեր տեղեր, որ Աստված իր հատուկ հոտը ունի, եւ այս հոտը հասկանում ենք, որ ոչ թե ֆիզիկական հոտի մասին է խոսքը, այլ սա խորհուրդ ունի։ Մի խորհուրդ, որը պետք է հիմա Աստծո խոսքով կչփորենք եւ հասկանանք ինչի մասին է խոսքը, որովհետեւ գիտեք, ուրեմն տարբեր մարդիկ կարան քայլեն եւ տարբեր ազդեցություններ մնան, չէ՞։ Մի օրինակի համար, որ եղնում է դեպքեր, որ մարդիկ են հավաքված եւ մթնոլորտը այնպես ծանր է, որ ասում են, «Ստեղից լավ հոտ չի գալի»։ Ի նկատի ունես, որ շուտով կռիվ կեղնի, շուտով իրար կսկսեն վիրավորել, իրար անպատվել, չէ՞։ Կամ մի ինչ-որ մի բան եղնում, ասում են, «Ստեղ լավ հոտ է գալի»։ Այսինքն մարդկանց գայանները տեղն է։ Գիտեք, Աստված ինքը չի երևում։ Աստծուն ոչ մեկը Սուրբ Գիրքն ասում է, որ ոչ մեկը չի տեսել։ Բայց խոսքը ասում է, որ Աստված իր մասին ինչ անում մեր միջոցով պետք է հայտնի։ Իր հոտը, սա զարմանալի խոսք է, որ պետք է քրիստոնյաներս լավ եւ առաջ հասկանանք, թե որն է այդ Աստծո հոտը եւ մարդիկ այդ հոտից զգալով ասեն, որ ստեղով Աստված անց է։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հոգևորներս, հավատացյալ քրիստոնյաներս կարողանանք հասկանանք, եթե չհասկանանք, սա մեզ է տրված։ Այդ հոտը մեզ է տրված։ Որպեսզի ճանաչեցնենք Աստծուն մարդկանց։ Սա մեր պաշտոնն է։
Գիտեք, հետարքիր դեպքերից մեկը Սուրբ գրքի մեջ կարդացած կերնե գերվի գործ առաքելոց ասում է, որ Հերովդես թագավորը նստել էր եւ ատենաբանություն էր անում, այսինքն դատում էր ժողովրդին, աստորենքներն էր կարդում, չգիտեմ ինչ էր անում, եւ ժողովուրդը հավաքված լսում էին եւ աղաղակում էին, սա Աստծո ձայնն է։ Եվ ասում է Տիրոջ հրեշտական միջապես խփեց, Հերովդեսը մեռավ, որովհետև Աստծուն փառք չտվեց։ Հետարքիր բան նկատեց այդտեղ, որ թեև Աստված չի երևում, բայց կարծես թե իր հոտն էր ցույց տալիս մարդու միջոցով։ Սա էլ մի տեսակ հոտ է, Աստծո արդար դատա, մարդը նստած դատում էր, երևի ուղիղ էր դատում։ Մարդիկ հասկացան, մարդիկ զգացին, որ սա Հերովդեսը չի, սա Աստծո ձայնն է։ Եվ Հերովդեսն երևի հպարտացավ, ով գիտի, այդ փառքը իր վրա վերցրեց, դրա համար հրեշտակը խփեց, որովհետև չեն կարող Աստծո փառքը գողանալ, Աստված թույլ չի տա, դրա համար խփվեց։ Բայց այստեղ խորհուրդը նա է, որ Աստված տարբեր ձևերով կարծես համեմատում է հոտի հետ, որ դրա միջոցով են, որ մարդիկ պետք է հասկանան, որ սա Աստված էր, թե մարդն էր։ Ուրեմն Աստծո ժողովուրդ նշաններից մեկը նաև արդար դատաստանն է, ուղիղ խոսալն է, որը մարդիկ պետք է, երբ որ մարդ ուղիղ է խոսում, սա հասկանում ես, որ այստեղ մի բան այն չի, կամ որովհետև օրինակ բերեցի գազը, որ ինքը չի երևում, բայց իր հոտից հասկանում ենք, որ սա գազ է եւ վտանգավոր է, եթե ճիշտ չվարվենք։ Նույնն էլ Աստված, Աստծո ժողովուրդ, ինքը չի երևում, բայց իր մասին տարբեր ձևերով ինքը ներկայացնում է իր հոտը, իր էությունը ինքը ներկայացնում է եւ ցավոք սրտի ոմանք ճիշտ չեն վերաբերվում եւ խփվում են եւ ուրեմն կործանվում են։ Ուրեմն Աստծուն ներկայացնելու պաշտոնը, այս գործը Աստծո որդեներին է տրված, Աստծո ժողովուրդ։ Դա անհավատ աշխարհին չի տրված, որ Աստծուն ներկայացնեն։ Անհավատները չեն կարող Աստծո հոտը ներկայացնեն։ Անհնարին է, Աստծո էությունը իրանք չեն կարող ներկայացնեն։ Սա Աստված ինքը արդեն իսկ արգելած ունի։ Մի օրինակներից մեկը Սուրբ գրքի մեջ նորից Պողոս առաքյալի հետ է կապված, երբ որ քարոզում էր ավետարանը Աստծո ճանապարհների մասին եւ ասում է մի կին կար, ոգի հարցուկ, երևի բախտագուշակ։ Եվ ամեն անգամ Պողոսի հետևից աշակերտների հետևից բարձր ձանվեց մարդիկ ճշմարիտ Աստծո ճանապարհներն են քարոզում։ Առաջի հայացքից վատ բան չէր ասում, ճիշտ էր ասում։ Բայց Պողոսը վշտանալով ասում է հետ դառեց եւ հանդիմանեց եւ չար ոգին դուրս եկավ, չէ՞։ Այդ կնոջ մեծիր։ Նայում մենք, որ վատ բան չարեց, բայց Պողոսը ինչի տենց հարեց, որովհետեւ խավարը չի կարող Աստծուն ներկայացնել։ Բախտագուշակը կախարդը չի կարող Աստծուն ներկայացնել, Աստծո թագավորություն ներկայացնել։ Սա Աստված արգելել է։ Որովհետև մարդիկ կարան իր միջոցով իրանց հավատքը Աստծո վրա կապեն, եւ որից հետո մեծ մոլորություն կսկսի։ Գիտեք, մեր ժամանակների մեջ նման մարդիկ կան, որոնք եկեղեցի մարդկանց հավատքը չերես ռուսերեն ասած, իրանցով են ստեղծում։ Օրինակ, չգիտեմ, ճիշտ է թե չէ, լսել եմ, որ առաքելական եկեղեցում, երբ որ քահանաները աղոթք են անում, անպայման պետք է քահանապետի, ասենք, Համենայն հայոց կաթողիկոսի անունով աղոթեն։ Այդ նոր բաներ չէի լսել, բայց իմացա։ Այսինքն մարդկանց հավատքը, մարդկանց աղոթքը Ամենայն հայոց կաթողիկոսով։ Սուրբ Գիրքն ասում է, որ Հիսուսով պետք է եղնի ամեն ինչը։ Մարդը չի կարող Աստծո եւ մարդու մեջ միջնորդ մտնի։ Դրա համար այս կինը մարդկանց եւ Աստծո միջև այդ ստեղծող հավատքը փորձում էր միջնորդ եւ մանավանդ, որ ինքը խավարի ներկայացուցիչ է, մանավանդ, որ ինքը Աստծուն հակառակ, Աստծո թշնամու ներկայացուցիչն է եւ դրա Աստված իրավունք չի տվել նման մարդիկ, որ Աստծուն ներկայացնեն։ Մեկ ուրիշ տեղ Սկևա քահանայի որդիներին կճանաչեք։ Մարդիկ Աստծո հետ կապ չունեն, լսել են, որ Պողոսը Հիսուսյանով դևեր է հանում։ Եվ ինչ արեցին։ Այն Հիսուսը, որ Պողոսն ակար չէ, մի հատ դիվահար մարդու բռնել են, գլուխները գովացել են, մենք եք անենք, այս Հիսուսյանն լավ բալան էինք թե։ Այն Հիսուսը, որ Պողոսն ա քարոզում, այդ Հիսուսյանով դուս արի, դևերը բռնեցին,
Այս դիվահար մարդը 7 հոգու ծեծեց եւ ասма կիսամերկ փախան։ Այսինքն տեսնում ենք, որ խավար մարդիկ, Աստծուն չճանաչող մարդիկ, անհավատ մարդիկ չեն կարող Աստծուն ներկայացնեն։ Դա իրանց համար վնասակար է։ Մեկ ուշտեղ Սաղմոսների մեջ ասма քեզ իջ ով անհավատ, որ իմ օրենքը քո բերանը տես առնես։ Սաղմոս 50-ի մեջ ասում։ Քեզ ինչ որ իմ օրենքը քո բերան։ Գիտեք ինչքան մարդիկ կա, որ հավատքից հեռու են, կապ չունեն, բայց մեկ այդտեղ մեզ Աստվածաշունչից բաներ են պատմում, խոսում են։ Սուրբ Գիրքն ասում է, որ քեզ ինչ Աստված ասում։ Որ դու խոսում ես, բամբասում ես անում են քո եղբայրների դեմ ու ես ձեն չեմ հանում ասում Աստված ու կարծում ես թե Աստված մեռած է։ Ուրեմն Աստծո ժողովուրդ Աստծուն ներկայացնելու պաշտոնը մեզ ա տրված։ Ամեն մեկին հավատացողներին ա տրված։ Հիսուսի աշակերտները եկան եւ մի օր ասեցին. «Ինչ ես մարդկանց հետ առակներով խոսում»։ Հիշում եք այդ տեղը։ Որովհետեւ ասում է ձեզ տրված է Աստծո թագավորությունը հասկանալ, բայց նրանց տրված չի։ Ինչի տրված չի։ Ինչ տարբերություն կա։ Գիտեք, միտեղ Հիսուսը երբ որ խոսում էր, մարդիկ թողեցին, գնացին, չէ, որ ասում էր, եթե իմ մարմինը չուտեք ու արյունս չխմեք, կյանք չեք ունենա, բժշկություն չէ, այս մարդիկ սխալ հասկացան ֆիզիկապես եւ թողեցին ու գնացին։ Հիսուսը առաքյալներին ասեց. «Դուք էլ եք ուզում գնաք»։ Պետրոսն ասեց. «Տեր, որում պիտի գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Մենք ուշադիր եք ասում, հավատացինք, մենք, չի ասում ես մենք հավատացինք եւ իմացանք, որ դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, որ գալու էր աշխարհը փրկես։ Այսինքն ովքեր են, որ տրված է Աստծո թագավորությունը հասկանալ եւ ներկայացնել, նրանք ովքեր հավատացել են, նրանց համար ովքեր բացվել է ով է Հիսուսը, նրանք ովքեր հագել են, ովքեր գիտեն, որ Հիսուսը կենթանի Աստծո որդին է եւ փրկիչն է։ Սա հայտնություն է, որ մարդու մեջ բացում է եւ մարդը վերստին ծնունդ է, բայց այն մնացածին տրված չի, որ ներկայացնեն Աստծո թագավորությունը, որովհետեւ նրանք չեն հավատում, որ Հիսուսը Աստծո որդին է։ Թեև մեծ բազմություն էր Հիսուսի հետ շրջում, բայց միևնույն ժամանակ նրանք չեն հավատում, նրանք անհավատության մեջ են։ Եթե նայեք նրանց պատմությունը, Հիսուսը երբ որ բժշկություն էր անում, ասում են շաբաթ օրա դու իրավունք չունես մարդուն բժշկես։ Հիսուս երբ որ դև էր հանում, ասում են դու Բեզեբուղի միջոցով ես դև։ Այսինքն Հիսուս բարի բաներ էր անում, բայց չեն կարողանում հավատան։ Տեսնում են, բայց չեն հավատում, որովհետև իրանց միտքը փակ էր։ Իրանց սխալը փակ վիճակը հենց նա էր, որ չեն կարողանում հավատան Հիսուսին, չեն ընդունում, որ ինքն էր այդ որդին փրկիչը, որ գալու էր։ Հիսուսը ինչ անում էր, մի թարս բան կխոսային։ Հիսուս օրինակ բերեց Հովանես Մկրտիչի, չէ, ասեց, նա եկավ, չեր ուտում, չեր խմում, դուք ասում եք դև կա մեջը, ոնց կարա չուտի եւ չխմի։ Որովհետեւ գիտենք, որ Հովանեսը Աստծո ուխտավորն էր, հատուկ ծրագրի համար եկած։ Հիսուսն ասում է, մարդու որդին եկավ ուտում եւ խմում, ասում եք ուտող ու հարբեցող։ Այսինքն մեկը ինչ էլան այն էշի պատմությունը, չգիտեմ, լսել եք։ Ճիշտ էշի պատմությունն է, որ մի մարդ թորի հետ էշով գնում է, նայում են թորը էշի վրա, նայում են մարդիկ ասում են մեծ մարդ է, այս երեխին նստացրել են ոտով, ամոթ է չամ, չէ, վերջես մարդը լսում է, երեխունի չասում է, ինքն անստում, գնում է մեկ է մարդիկ նորից խոսում են, մեծ մարդ ամոթ չանում են երեխեն, ոտով գնում է ինքը էշի վրա նստած, վերջ ինքն էլ այշնում, երեխեն էլ ոտքով գնում, ինքն էլ նայում են ասում են, խելքները չի ասնում էշի վրա նստել, մի խոսքով, մարդը ինչ անի պետք է խոսան, այս մարդկանց միտքը փակ է, Հիսուս ինչ անում էր պետք է խոսային, որտեվ իրանք էությունով Աստծո հետ կապ չունեն եւ դրա համար Հիսուսն ասեց, դուք չեք կարող Աստծո հոտը ներկայացնել, իրանք չեն կարող Աստծո հոտը, Աստծո թագավորությունը ներկայացնել, իրանց տրված չի, բայց ձեզ տրված առաքյալներին մեզ տրված Աստծո ժողովուրդ, երբ որ հավատացել ենք, որ Հիսուսն է Տերը եւ Փրկիչը, այդ պաշտոնը մեզ է տրված։ Ես մեր փառաբանության ժամանակ մտածում եմ, որ ինչքան մեծ պատասխանատվություն է ստեղ կանել եւ այդ Աստծուն ներկայացնել։
իր խոսքը սա ամենամեծ պատասխանատու տեղերից մեկն է, որ մարդը գանում է։ Դրա համար Աստծո ժողովուրդը խոսքն ասում է, որ նա որ իմ խոսքը խոսում է, թող ճշմարտությունով խոսա, Փառք Հիսուսին։ Ուրեմն Աստծո որդիները ամեն տեղ պետք է իրենց վարմունքով Աստծուն ներկայացնեն։ Սա Տիմոթեոսի մեջ 4:12 խոսքի մեջ առաջի Տիմոթեոս Ուրեմն ասում է, որ չլինի, որ մեկը քո երիտասարդությունը տանարգի, հապա դուն օրինակ եղիր հավատացյալներուն, ինչով, ով է հիշում, խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությունով։ Այսինքն մեզ տրված է Աստծո ժողովուրդ։ Մեր ամեն վարմունքի մեջ կլինի խոսք, կլինի գործ, կլինի մեկս մյուսի հետ հաղորդակցվել, ամեն ինչի մեջ պետք է օրինակելի լինենք եւ այս օրինակելին ոչ թե մեզ լավ ցույց տալու մեջ է, նպատակը ոչ թե դա է, այլ Աստծուն ներկայացնելն է նպատակը Աստծո ժողովուրդ։ Մեր խոսքի մեջ Աստծուն պետք է փառավորենք։ Մեր գործի մեջ Աստծուն պետք է մեծարենք, փառավորենք։ Մեր հավատքի մեջ Աստծուն պետք է ներկայացնենք։ Գիտեք, Դանիել մարգարեն մեր հրաշալի մարգարեներից մեկն է, որի կյանքը կարդում ենք, իր ամբողջ կյանքի մեջ, որ նայում ես, այս մարդը ինչ անում էր, մեկի ասում է թագավորը կանչեց եւ նամակ գրեց, որ ամբողջ աշխարհը վախենա Դանիելի Աստծուց, որովհետեւ նա է միակ Աստվածը եւ կենթանու ճշմարիտ Աստվածը, այսինքն այս մարդը իր ապրած կյանքով այնքան կարողացավ Աստծուն ներկայացնի, հենց ներկայացրեց, որ մարդը անհավատ մարդը ամբողջ աշխարհի նամակ գրեց, որ ինքն է ճշմարիտ Աստվածը, այսինքն տեսնում ենք, որ իր հավատարմությունով, իր նվիրվածությունով Աստծուն մեծարեց եւ փառք բերեց Աստծո ժողովուրդ։ Դանիելի մեջ երբ որ կարդանք, հիշում եք, երբ որ առուսների գուբը գցեցին, չար մարդիկ, գիտեք, Դարեհ թագավորը 120 կուսակալներ ուներ ողջ երկրի վրա եւ Դանիելին որպես գլուխ, որպես իմաստուն եւ խելացի մարդ Դանիելին շատ էր սիրում։ Դրեց բոլորի վրա։ Եվ մարդիկ մտածում են, որ Դանիելի ոտի տակը քանդեն, այսպես ասած։ Մեր օրերի նման չար մարդիկ շատ կան։ Եվ ոչ մի արած չեն գտնում։ Եվ գիտեք, Դանիելը լավ սովորություն էր, օրը 3 անգամ աղոթ քանելու։ Եվ ասում է, եկեք, օրենքի վրա մի բան բռնեցինք, եթե չէ, ու գաղտնի մի օրենք հրատարակեցին, թագավորի առաջ ներկայացին, որ ով որ մի ամիս Աստծուց ինչ-որ բան խնդրի թագավորից բացի, թող սպանվի։ Թագավորն ասեց, ինչ լավ բան եք խնդրում, Աստված մենակ ինձ կլսի։ Ոչ մեկ չաղոթելու երկրի, մենակ ես կաղոթեմ, Աստված վռած ձայնս կլսի։ Երևի այս մտքերով բան տարված օրենք ստորագրեց, բայց չգիտեր տակ ինչ գաղտնիք կա։ Եվ գաղտնիքներն էր, որ եկան ասին, թագավորն ապրած կենա, Դանիելը քո հրամանը չի կատարում եւ աղոթ քանը։ Եվ Դանիելը թագավորը քանի որ ստորագրել էր իր խոսքի համար, ասում է շատ տրտմեց, այդ օրը հաս չկերավ, նվագողներն է բերել չտվեց, երգ, ոչ մի բան չմիացրեց, տխուր տրտում գնաց քնեց։ Եվ գիշերը չքնեց։ Առավոտ շուտ վազեց առուսների գուբը, այս մարդու հավատքն էլ հետաքրքիր է, այս մարդ Դանիելը ինչ համա թողել, ինչպես է կարողացել Աստծուն ներկայացնել, որ թագավոր մարդը հավատա, որ ինչ որ ասենք, մեկին գցես սոված առուսների գուբը ինքը ողջ մնա, ինքը ողջ գիշեր չքնեց, հավատալով, որ այդ Աստծուն, որ դու տենց պաշտում ես կպահի քեզ։ Դա համար առավոտ լույսը չբացված վազելով, ասում է թագավորը գնաց եւ տրտում ձայնով, Դանիել, կենթանի Աստծո որդի, այն Աստվածը, որուն դու անդադար պաշտում ես, չէ՞։ Կարողացավ քեզ փրկի եւ Դանիելը ընդդեմ Աստծո առաջին մաքուր եմ տեսեք, ուրեմն Դանիել 6:23-ի մեջ մի խոսք կա, ասում է, որովհետև իր Աստծուն հավատաց Դանիելի համար, լավ է։ Դանիելի համար ասում է, որովհետև, տեսեք ամբողջ խոսքը կարդամ, այն ժամանակ թագավորը շատ ուրախացավ ու հրամայեց Դանիելին գուբից հանին, Դանիելի գուբից հանեցին ու նա վրա որևէ վնաս չտեսավ, որովհետև իր Աստծուն հավատաց։ Ինչ հրաշալի խոսք է։ Դանիելը որովհետև Աստծուն հավատաց։ Եվ Աստված պահեց սոված առուսները, թագավորը սենց հրաշ չէր տեսել, ում գցել էր օդի մեջ, եւ այս չար մարդկանց թագավոր հրամանատալի, որ գցեք իրանց առուսների գուբը, որ ասում է փոսփորողը ինքն անգնում մեջը։
ասում այս մարդիկ դեռ գեդին չհասած առուսները նրանց փշուր արեցին օդի մեջ։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, տեսեք, նմանատիպ օրինակները շատ են Սուրբ Գրքի մեջ։ Եվ մեզ սովորացնում է, որ մենք էլ մեր ապրած կյանքով այս ձև Աստծուն ներկայացնենք, որ մարդիկ ոչ թե օրինակ տատս որ ապաշխարել էր, շատ միամիտ կնիկ էր, շատ Աստծուն շատ էր սիրում։ Ում տեն մեջ պետք է անպայման քարոզեր, կապ չունի, ում տենար գյուղի մեջ, ում տենար ու մի օր ջայլ տղաները հավաքված են, մեկ էլ ես էլ էի այնտեղ, մեկ է տեսան տատս գալսան ու Հայկուշ էր, ասին տղեկ փախանք Հայկուշ տատը եկա, գիտեն տատը պետք է գա ու բռնի ու քարոզի, այսինքն Աստծո ժողովուրդ, ուրեմն մենք մեր ապրած կյանքով պետք է հանենց հանենք ոչ թե մարդիկ փախչեն, այլ ասենք Աստվածը ինչ լավ Աստված է։ Միշտ գործից տեղը մի հատ տղա կա աշխատող, ամեն անգամ երբ որ տենը ասում, ոնց պետք է եղնի, որտեվ ամեն անգամ մի բան եղնում է, երկիրը միտեղ COVID-ա, միտեղ կռիվ է, միտեղ գործերն է, միտեղ մի բան եղնում է։ Ամեն անգամ երբ որ հարցում է ոնց պետք է եղնի, ասում եմ շատ լավ է եղնելու։ Ու մի օր ասում է մենակ դու ես գիտես, չասում է, երբ որ հարցնում ես, ասենց սկսում են մենակ դու ես ասում որ ասում ես շատ լավ է եղնելու։ Այսինքն Աստծո ժողովուրդ, մենք որպես քրիստոնյաներ միշտ Աստծուն լավը պետք է ցույց տանք, մարդկանց մեջ հույս, մարդկանց մեջ Աստծո հոտը պետք է թողնենք, որ մարդիկ գան դեպի Աստված։ Փառք Հիսուսին։ Հիսուսը ասում էր, որ Մատթեոս 5:16-ի մեջ այնպես թող լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որ երկնքում է։ Այսինքն մենք որպես լույս, մենք որպես Աստծուն կրող անձնավորություններ պետք է նույնը լուսավորենք մարդկանց։ Մարդկանց լույս տանք, մարդկանց հույս տանք, մարդկանց Աստծուն ներկայացնենք, Աստծո սերը ներկայացնենք։ Էս է մեր գործը, էս է մեր պաշտոնը, սա է Աստծո հոտը, Աստծո ժողովուրդ, որ կարողանանք Աստծուն համը տանք մարդկանց։ Մեկ ուրիշ տեղ Կորինթացիս 10:31-ի մեջ ասում է, որ թե ուտենք եւ թե խմենք Տիրոջը փառավորենք Աստծո ժողովուրդ։ Ուրեմն մեր գործի մեջ Սուրբ Գիրքը ասում է, որ պետք է Աստծուն փառավորենք, պետք է Աստծուն մեծարենք։ Սա է մեր պաշտոնը, սա է մեր գործը։ Թող Տերը օրհնյալ լինի։ Եփեսացիս 5-րդ գլուխն եմ ուզում կարդամ, 5-րդ գլուխ 2-րդ խոսք, ասում է, որ Եվ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոս էլ մեզ սիրեց ու իր անձը մեզ համար մատնեց, անուշահոտ, պատարագ եւ զոհ լինելով։ Հետարքեր խոսքեր է։ Սիրով վարվեցեք իրար հետ։ Ինչպես Հիսուսն էլ սիրով իր անձը պատարագ մատուցանեց։ Գիտեք, Հիսուսին զորով չտարան, մուլտիկների մեջ կամ կինոների մեջ, չէ՞, մարդկանց թևից կապած զորով մարդն է ոտեր սենց հարե քաշելով տանում են խա։ Հիսուսին տենց չտարան։ Հիսուսը սիրով, հոժարությունով էր գնում։ Հիսուս իր խաչը վերցնելով ինքն էր գնում։ Մարդիկ դեռ մեր խղճում են, ինչով օգնենք Եվի, ջուր են բերում են կանայք, լաց են եղնում։ Հիսուսը չէր ասում, անշնորհ մարդիկ են, չէ՞, այսքան լավ բան արի, չէ՞։ Հիսուսը սիրով մի բան էլ այդ լացողներն էր հանդիմանում, չէ՞։ Ուրեմն ասում եմ, որ Հիսուսը ինքը անուշահոտ պատարագ եւ զոհ եղավ։ Այստեղ հոտ կա, անուշ հոտ կա, Աստծո։ Մի քիչ հետո կոնկրետ ավելի լավ կիմանանք, թե ինչն է այդ անուշահոտությունը, Աստծո հոտը որն է։ Որտեվ գիտեք, զոհին, երբ որ նայենք ֆիզիկապես, ինքը հեչ անուշ հոտ չունի։ Զոհից անուշ հոտ չի գալի։ Չորացած արյունից հաստատ լավ հոտ չի գալու, վառված կենթանու զոհից հաստատ լավ հոտ չի գալու։ Ես իմ կյանքի մեջ մի քանի անգամ դեպքեր եմ ունեցել, որ անմիջապես մեռած մարդկանց հետ ոնց որ գործ եմ ունեցել, բայց մեկը կասեմ։ Երբ որ բանակում ծառայում էի, պոստերի վրա մեկին խփեցին։ Թշնամին խփեց։ Ուրեմն ամբողջ գիշեր չարչարվեցինք, սարից ես էլ զորամասի հերթապահ վարորդ էի։
սարից իջացրեցինք դիակը, դրինք մեքենաս, տանանք մի երևի խուլ տեղ, անտառա մի հատ շենք է, գիշերը ժամը 3-ն է։ Եվ մենակ եմ ավտոյի մեջ դիակա, ու մարդ չկա, ու սպասում եմ, մի քանի ժամ սպասում եմ, որ դատական ուրեմն բժիշկը գա, որ ստուգեի գրի, որ ներկայացնի պետությանը։ Վերջը մի քանի ժամ հետո բժիշկն եկավ, դիակը բացեցինք դիա հերձանում, դատական բժիշկն է, ես եմ մեկը մի հատ հրամանատարա։ Երբ որ բացեցին, ուրեմն արուն, դիակ ու շատ ծանր հոտ էր գալի։ Այդ հոտը մինչև հիմա ոնց որ քթից մեջ եղնի, այս շատ ծանր հոտ, այդտեղ հաճելի հոտ չկար։ Երբ որ նայում ենք Հիսուսը խաչի վրա զոհված, տանջված, արունոտ, այդ շոքին, այդտեղ հաճելի բան չկար Աստծո ժողովուրդ, բայց սա հոգևոր նշանակություն ունի։ Ոչ մի զոհ, անգամ հին ուխտի մեջ, երբ որ զոհաբերություն էր կատարում, այնտեղ հաճելի հոտ չկար։ Նայում եմ, կենդանիներին զոհում են, արժունը սրսկում են պատերին, գործիքներին, վարագույրի վրա, երենք մտածում եմ, լավ, վարագույր վրա արժուն են սրսկում, բայց հետո վերջին չայում, այդ արունը պետքա չուանա, բայց էի հոտը։ Եվ մի քիչ ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այնտեղ խունկ կար, որ Աստված հատուկ պատվիրել էր խունկ պատրաստեն։ 4 տեսակի բաներ են խառնում իրար, հավասար, եւ այդ խունկը պետք է վառվեր, որ անուշահոտությունը լցվեր։ Գիտեք, երբ որ տանը, ասենք ձուկ եք շարի տանում, այդ ձգի հոտը, ասես ծանր է։ Ինչ որ մի բան սարքում եք, հոտը ծանր է եղնում։ Եվ ինչ ես անում, մոմ ես վառնում, չէ՞, անուշահոտ մոմեր կա։ Վառում ես եւ այդ ծանր հոտը էլ չկա։ Ուրեմն այդ անուշահոտ խունկը ծածկում է ամեն տեսակի ծանր հոտերը։ Գիտեք, Աստված ուզում է մեր եւ իրար մեջ հաղորդակցության մեջ անուշ հոտ լինի, անուշահոտություն լինի։ Գիտեք, եթե այդ Հիսուսի անուշահոտ այդ զոհը չեղնի, այնտեղ գարշահոտություն կգար։ Այդ չորացած թափված արունից, վառված զոհից լավ հոտ չի գալի։ Բայց խունկը կարծես թե այս մթնոլորտը մաքրում է, որ ասում է, որպեսզի քո հետ կարողանամ հանդիպել եւ խոսալ, ասում է Աստված։ Ուրեմն մեր եւ Աստծո միջև մի անուշահոտ զոհ եղավ եւ դա Հիսուսն էր։ Եթե Հիսուսը չեղնի, մարդու եւ Աստծո մեջ մի հատ գարշահոտություն կա, որ մարդու մեղքերն է եւ կմնա եւ Աստծուն հետ հաճելի չի եւ Աստված ինքը սուրբ Աստված է եւ նման գարշահոտությունների մեջ ինքը մարդու հետ չի հանդիպում։ Ուրեմն Աստծո ժողովուրդ խորհուրդներից մեկը նաեւ որ անուշահ Հիսուսի զոհը ինքը որպես անուշահոտ պատարակ էր, որ մատուցվեց Աստծուն եւ դա սիրով եղավ Փառք Հիսուսին։ Օրինակներից մեկը նաեւ Նոյն է, որ վերցրել եմ Նոյի պատմությունը բոլորդ լավ հիշում եք։ Ամենաշատ կարդացած պատմություններից հա, ինչի համար, որտեվ ամեն անգամ որ որոշում ենք Աստվածաշունչը կարդանք, հաստատ Նոյը անցնում ենք ու էլի մոռանում ենք, նորից որոշում ենք, նորից սկսում ենք։ Ուրեմն Ծննդոց 8-րդ գլխի մեջ ասում է, որ Նոյը երբ որ տապանից դուրս եկավ, սեղան շինեց, ինչ արեց, բոլոր թռչուններից մաքուր եւ կենդանիներից զոհ մատուցեց Աստծուն։ Եվ ասում է, որ 21-րդ խոսքը Տերը անուշ հոտը հոտոտաց ու ասեց. «Էլ սրանից հետո ինչ պետք անեմ, նորից երկիրը պիտի չջնջեմ մարդու պատճառով, քանզի մարդու սրտի խորհուրդը իր մանկությունից չար է, ոչ էլ նորից պիտի ջարդեմ ամեն կենդանի մարմին, ինչպես արի, որ չավ, որ երկիրը կա եւ այլն»։ Այսինքն տեսնում ենք, որ Նոյը կարողացավ իր հավատքով, Աստծո ժողովուրդ, Աստծուն հաճեսնի եւ Աստծո բարկությունը նվազեցնի եւ ապագա սերունդի համար խոստում բերի, փրկության խոստում բերի, հույսի խոստում բերի, չէ՞, որտեվ ասում է այլևս անուշ հոտը հոտոտած եւ ասեց այլևս էլ չեմ անի ոնց որ առաջ արեցի։ Ուրեմն ցույց է տալի, որ մենք էլ կարանք մեր հավատքով, մեր Աստծո սիրով այնպիսի վարմունք ունենանք մեր Աստվածպաշտության մեջ, որ մեր ապագա սերունդների համար, մեր
ապագա ընթացքի համար կարողանանք Աստծուց խոստումներ բերենք, մարդկանց համար հույս բերենք Աստծո ժողովուրդ։ Նոյը մեզ համար լավ օրինակ է։ Իր զոհով կարողացավ անել։ Եթե զոհ չաներ, Աստված անուշ հոտը չէր հոտոտա։ Ուրեմն մենք էլ ամեն մեկս մեր կյանքի մեջ պետք է ունենանք զոհասեղաններ, որտեղ որ Աստծուն անուշ հոտ պիտի մատուցենք, ասма ձեր շուրթերի պտուղը, չէ, որ անուշ պատարակ է, որ բարձրանում է Աստծուն, Փառք Հիսուսին։ Անցնենք առաջ։ Գիտեք, 5 տականի մեջ համեմունքներ կար, որ ասեցի, դա թվոց Ելից 37-րդ գլխի մեջ հատանը կկարդակ, ինչ նյութեր էր խառնում, որ անուշ հոտ կար, որ Աստծուն հաճելի լիներ։ Նոր կտական մեջ էլ կա, բայց սա արդեն ավելի մի քիչ ուզում եմ հոգևորը նայենք։ Եվ սա գրված է Կողոսացիս 3-րդ գլուխ 12-րդ խոսքը, որ ձեզ համար կկարդամ, Կողոսացիս 3-րդ գլուխ 12-րդ խոսքը։ Ուստի Աստծո ընտրյալ սուրբերի եւ սիրելիների պես ձեր վրա հագեք, ուշադիր։ Գութը, ողորմությունը եւ քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը, իրար համբերելով, իրար ներելով, եթե մեկը մեկի դեմ տրտունջ ունի, ինչպես Քրիստոսը ներեց, ձեզ նույնպես էլ դուք ներեք, ասում է։ Եվ այս բոլոր բաների վրա սերը հագեք, որ կատարելություն կապուղն է։ Աստծո ժողովուրդ, ուրեմն նոր կտականի խունկն էլ կարծես սա լինի։ Քիչ առաջ թվարկած բաներ գութը, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, չէ՞, ինչքան լավ բաներ կա։ Թվարկում է եւ այս բոլոր բաների վրա ասում է սերը հագեք։ Ինչի սերը հենց հագնենք։ Այս անքել կարծես բաղադրությունները, որ խառնվում են իրար եւ սիրով ծածկվում են եւ ստեղից միայն, որ ասում է կատարելության կապն է։ Այսինքն, եթե այս բոլոր բաներն ունենանք, բայց սերը չունենանք, էլ իմաստ չունի նա։ Սերը ամենակարևոր բանն է, որ այս բոլորը միասին կապում է Աստծո հետ։ Ուրեմն սերը Աստծո ժողովուրդ, նոր կտականի մեջ դա այն համն է, որ պետք է ունենանք Աստծուն ներկայացնելու։ Աստծո համը դա սերն է։ Այս հատկությունները, որ կարդացինք, այս ամեն ինչը սիրո հետ միասին Աստծո համն է, որ մենք կրում ենք մեր մեջ։ Եթե մեկ այս բաները չունի, ինչ է Սուրբ Հոգին գալի եւ մարդկանց պտուղ տալիս։ Սեր, ուրախություն, խաղաղություն, խնդություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, ինչի ամեն ինչի մեջ, բոլոր բարի բաների մեջ, Աստծո հատկության մեջ սերը կա, որովհետեւ Աստված ինքը սեր է եւ այս իր հոտն է, այս ձև ասեմ։ Աստծո հոտն է սա։ Եթե միտեղ սեր չկա, դե ուրեմն Աստծո հոտ չկա Աստծո ժողովուրդ։ Եթե միտեղ խաղաղություն չկա, եթե միտեղ ուրախություն չկա, չէ, խնդություն չկա, հավատարմություն չկա, ուրեմն այդտեղ Աստծո հոտը չկա։ Եթե այս բոլորը կան, ուրեմն Աստծո հոտն է այստեղ։ Հիմա ավելի մի հատ հետաքրքիր համար տամ ձեզ։ Հովանու ավետարանից։ Շատ սիրուն համարա բոլորդ կարդացել եք։ Հովանու ավետարան 13-րդ գլուխ 34-րդ խոսք։ Նոր պատվիրան կտամ ձեզ, որ մեկս մյուսի սիրենք, ինչպես ես ձեզ սիրեցի, որպեսզի դուք էլ սիրեք, ուշադիր։ Սրանով ամենքը պիտի գիտենան, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Այսինքն տեսնում ենք, որ այնտեղ ասում է Աստված իր հոտը ձեզանով հայտնի կանե, Հիսուսն ինչ ասում, սրանով կիմանան, որ դուք իմ աշակերտներ, այսինքն սերը Աստծո հոտն է ներկայացնում։ Այն Հիսուսի սերը, որ մեր մեջ է, Աստծո հոտն է ներկայացնում Աստծո ժողովուրդ։ Եթե այդ սերը չկա, մարդիկ կանցկան չէ, սա Աստծո հոտը չի։ Եթե մեկը սեր չունի, ուրեմն Աստծուն չի կարող ներկայացնել։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեզ խրախուսում է, որ Հիսուսի սերը ունենանք։ Չասում սեր ունեցեք, ասում է ինչպես ես ձեզ սիրեցի։ Ուրեմն ամենքից պարտականություն եղնի գնանք Հիսուսի սերը ուսումնասիրենք, հասկանանք,
որովհետև շատ դժվար է բացատրել, ինքը շատ խորն է գիրքն ասում է, ինքը շատ բարձր է, ինքը շատ լայն է։ Դա համար մի քիչ դժվար է բացատրել այստեղ։ Դա մի բան է, որ պետք է ապրես։ Դա մի բան է, որ ապրած կյանքիդ մեջ պետք է հասկանաս, քո մեջ պետք է հասկանաս։ Սերը շատ կարևոր առակած գրքի մեջ ասում է, որ 10-12 խոսք ատելությունը կռիվներ կհանե, բայց սերը շատ հանցանքներ ինչ կանե կծածկի։ Ուրեմն երբ որ մեկը մարդկանց հանցանքները ներում է, ամեն մեկս կարանք հանցանք գործենք, ամեն մեկս կարանք սխալ գործենք, բայց սերը ծածկում այդ ամեն ինչը։ Ոչինչ, հա, նեղացրել ես, չոր ես խոսացել, բարև չես տվել, շատ մարդիկ եկեղեցուց որ գնում են, պատճառներից մեկս է, ինձ բարև չտվեցին։ Բան էի առաջարկել, իմ առաջարկը չանցավ, եւ այլն, փոքր պատճառներ։ Բանը նա է, որ սեր չունեն մարդիկ, որը հիմա բացակայում է շատ տեղերի, շատ մարդկանց կյանքի մեջ։ Այն չեն թողում, ինչ հեշտությունով մարդ կարա, հովիվը կարա կյանքը դնի ինչ-որ մարդկանց համար ապաշխարության բերելու և շատ հեշտությունով մի փոքր բանից կարան թողան գնան։ Զարմանալի է, չէ՞, ինչի, որովհետև սերը մոռացել են աճացնել, սերը մի բան է, որ չես կարող ասես ունեմ ու վերջ, ինքը պետք է անընդհատ ավելանա։ Եվ Սուրբ Հոգու ձեռքով։ Մարդկային սերը այդ ձև է, ինքը հերիքա ոտը տրորեցիր, всё, թողալվա գնա, բայց աստվածային սերը ինքը ծածկում է ամեն ինչ։ Գիտեք, Հայաստանը միշտ հիշում եմ, մի հատ մարդիկ ինչ անում են, էլ բարևից են եկեղեցում զրկում, բարև չեն տալի մարդիկ։ Գալիս են կողքիդ նստացնեն ձեռով կբարևին, քեզ բարև չեն տա, որովհետև մեղք ես գործել, քեզ նշանակել են, զրկել են։ Հետը չէ, շատ sense արհամարական մի հատ բաներ եղնեմ, բայց մարդիկ հավատարիմ խելոք անգամ եղել է, ես մտել եմ եկեղեցի, մոդիկ եղբայրները մեղք են գործել, յան նշանակել են, ասավ ինձ բարև չտակ, ես նշանակված եմ։ Այսինքն մարդիկ մնում են եկեղեցի մեջ եւ ընդունում են, որ սխալ են արել, որովհետեւ սերը կար։ Հիմա մեկին տենց բան ասես, չէ՞, Սուրբ գրքի համաձայն մի հատ նշանակես, ինչ եկել ամբողջ եկեղեցին հետևից կտանեն, ոչ միանյանք կգնան։ Էս է մարդու էությունը, երբ որ մարդկային սերն է, ոչ թե Քրիստոսի սերը։ Ուրեմն սերը, որ Աստծո հոտն է, ծածկում է մեղքերի բազմություն։ Նույն խոսքը Պետրոս Առաքյալն այդ թղթերի մեջ գրում, որ ամեն բանից առաջ իր հանդեպ սեր ունեցեք, որովհետև ամեն բանից առաջ իր հանդեպ սեր ունեցեք, որովհետև սերը մեղքերի բազմությունը կծածկի, նորից նույն խոսքն է, բայց առաջ սերն է դնում ու նոր մեղքերի բազմությունը, որովհետև երբ որ սերը չեղավ, մեղքերի բազմությունը տենց է կմնա եւ քեզ հեռու կպահի Աստծո ժողովրդից։ Ուրեմն Աստծուն ճանաչելու հոտը դա սերն է, Աստծո ժողովուրդ, Փառք Հիսուսին։ Ուրեմն սրա մեջ պետք է զորանանք եւ առաջ գնանք։ Եվ խոսքը շարունակության մեջ, որ սկզբնականում կարդացինք, ասում է մենք Աստծո հոտն ենք, թե փրկվածների մեջ եւ թե կորսվածների մեջ։ Աստված քեզ դրել է ոչ միայն եկեղեցու մեջ, քո ընտանիքի մեջ, այլ բոլորի մեջ, աշխարհի մեջ, որ Աստծո հոտը ներկայացնես եւ եկեղեցու փրկվածների մեջ նույնպես, այսինքն տարբեր իրավիճակների մեջ տարբեր ձևի պետք է ներկայացնես։ Միտեղ Աստծո սերը պետք է ներկայացնես, միտեղ է նորից Աստծո սերը, բայց մնացած համեմունքներն էլ հետը պետք է ներկայացնես։ Ուրեմն Սուրբ գրքի մեջ ասում է, որ ոմանք կյանքի հոտ դեպի կյանք եւ ոմանք մահվան հոտ, տարօրինակ խոսք է, ոմանց մեջ մահվան հոտ կա, ոչ միայն բարին կա, այսինքն մարդիկ կան, որոնց մեջ կյանք կա, իրանց հետ շփվում ես, մեջները կյանք կա եւ կյանք են առաջնորդում, հաճելի է լավ մարդկանց հետ շփվել, մարդիկ կան, ամեն գտե ձեր շրջապատի մեջ կունենաք մարդիկ վստահ են, որ իրանց հետ կուզեք ժամերով իրանց հետ եղնեք, հաճելի է լսել իրանց խոսքը, իրանց հետ զրուցել, շփվել, որովհետև իրանց մեջ կյանք կա, խոսում են Աստծուց, խոսում են
երկնավոր լավ բաներից են խոսում, բայց մարդիկ կա, որոնց մեջ, ասում եմ, ոմանց կենթանության հոտ դեպի կյանք և ոմանց մահվան հոտ դեպի մահ։ Ու սա խոսում է ոչ թե աշխարհի մարդկանց մասին, խոսում է նաև, չգիտեմ, հոգևոր ասեմ, մի քիչ ճիշտ չի եղնի, որտեղ հոգևոր մարդկանց մեջ մահվան հոտ չկա։ Ուղղակի մարդկանց մասին, որոնք հավատքի մեջ չգիտեմ ոնց են հայտնվել։ Մարդիկ եւ գիտեք, լավ սենց ասեմ, շատ եկեղեցիներում եղել եմ եւ բոլոր եկեղեցիներում նման վիճակներ ապատան, որ մարդիկ օրինակ չարախոսում են, բամբասում են, չէ՞։ Նմանատիպ բաները ցանկ մահվան հոտ են, ասեմ ինչի։ Երբ որ մարդիկ գնում են, այդ նման մարդիկ երկար չեն մնում եկեղեցու մեջ։ Երբ որ գնում են իրանց արած, իրանց թողած այդ ազդեցությունը երկար ժամանակ մնում է։ Հերիքա մեկը մահվան խոսք խոսա, սխալ բան խոսա, մեկից չարախոսի եւ այդ հոտը տարածվում է։ Թույլ մարդիկ, որտեղ Տիմոթեոսի մեջ ասում է, որ պիղծ եւ փուչ խոսքերից հեռու մնացեք, որովհետեւ դա լսողներին կործանում է, ոմանց հավատքը կործանում է։ Այսինքն բամբասանքն ինքը մահվան հոտ է, չարախոսությունը, չէ, նմանատիպ բաները ինքը մահվան հոտ են Աստծո ժողովուրդը, եւ ինքը լավ տեղ չի տանում, Սուրբ Գիրքն ասում է մահվան է տանում։ Ուրեմն իշքան ուշադիր պետք է եղնենք, որ չընկնենք մահվան խոսքի, այն մարդիկ, եթե կան մարդիկ, որոնցից միայն բամբասանք կլսեք, այնո զանգաչս ասում մարդկանց անուններ ա տալի, ասում է, այն չէ, այս մարդիկ չեն ուզում ինձ հետ շփվեն։ Ճիշտ է, ուրիշ պատասխան տվի, բայց ճիշտ պատասխանը սա է։ Որովհետև այն մարդիկ մարդ են ման գալ, որ բամբասեն, խոսան, ինչ որ մեկից չարախոսեն, իրանց սրտի դառնությունը, այդ մաղձը, որ ասում է, հանեն, հետը կիսվեն, չէ, որովհետև չես կարա մի բանով չարացած լծված ես, մեջդ պահես, պետք է ինչ որ մեկի հետ խոսաս։ Այս անկաչս հավատացյալ մեր քույրիկն է, չէ, ինքը բամբասանք չի ուզում լսի, դրամա բարեկամներ չեն ուզում հետը շփվեն։ Որովհետև ինքը չի լսում, հանդիմանում է։ Ուրեմն այս տեսակ մարդկանցից զգույշ մնացեք Աստծո ժողովուրդ, որովհետև նրանց խոսքերը, հիմա Տիմոթեոսի մեջ կկարդամ շատ վտանգավոր խոսքեր, ասում է երկրորդ Տիմոթեոս, ուրեմն երկրորդ գլուխ։ Ասում է, բայց պիղծ ու փուչ խոսքերից մի կողմ կացի, քանզի նրանք ավելի առաջ կերթան ամբարտության մեջ, եւ նրանց խոսքը քաղցկեղի պես կճարակե, որոնց կարգն են Հեմենոսն ու Փիղատոս անկել անձնավորություն են, որոնք էլ իրենց բամբասելով սուտ վարդապետություն, այդ շարունակությանը ասում է, որոնք ճշմարտությունից մոլորվեցան, ճշմարտությունից հեռացած մարդիկ լավ բան հաստատ չեն խոսալու։ Եվ սրանց խոսքը ասում է քաղցկեղի պես ճարակում է։ Այնու ունացի ճարակելը ինչ է վերջապես եւ միշտ մտածել են, որ սա հոտ է տարածվում, բայց չէ, իրականում ասում է քաղցկեղի պես ինքը մաշում է։ Բոլոր երևի տեսած կերնեք մարդիկ, ովքեր այդ հիվանդությունով տառապում են եւ երբ որ գնում ես նայում ես այն մանավանդ հիվանդանց որոնք մեն նայում ես այդ մարդուն զորով ես ճանաչում, որտեւ այդ քաղցկեղը մարդուն մաշում է, մեջից ուտում է մարդուն, քայքայում է եւ այդ մարդը երկար չի կարող ապրի, եթե Տերը ողորմություն չանի։ Ուրեմն ասում է բամբասելը, այս չարախոսելը, այս նմանատիպ այս ճշմարտությունից հեռացած մարդկանց խոսքը մարդկանց քայքայելու էություն ունի, քաղցկեղի պես է։ Հերիքա ականջ տվեցիր, մեջդ քայքայելու է, քանդի ու քեզ տանեն ստեղից։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, զգույշ մնանք մահվան հոտ ունեցող մարդկանց հետ շփվելուց։ Միայն եկեղեցու մեջ չեն, աշխարհի մեջ շատ կան։ Հեռուստատեսության մեջ շատ կան, չէ՞։ Սոցիալական ցանցերի մեջ լիքը շատ են մահ խոսացող, այդ մահվան հոտ տարածող մարդիկ։ Ուրեմն թող Աստված ամեն մեկից պահապան եղնի։ Շփվենք մենակ այն մարդկանց հետ, ում մեջ որ կյանքի հոտ կա, ում մեջ կենթանության հոտ, ովքեր որ Քրիստոսի կարողանում են ներկայացնեն։ Պողոսը գրում է, որ մենք շատերի պես չենք, որոնք Աստծո խոսքը կխարդախեն, Փառք Հիսուսին, Աստծո ժողովուրդ։
մենք որպես քրիստոնյաներ, երբ որ նմանատիպ ասեցի գարշահոտություն, այսինքն պիղծ խոսքեր, բամբասանքներ եւ գարշահոտություն, որ մենք որպես քրիստոնյաներ, ուրեմն պետք է անուշահոտ խունկի պես լինենք, որ ծածկենք այդ ամեն ինչը։ Մենք չեղնենք մի տարածողից մեկից մեկը, մեզանից չվարակվեն մեկ ուրիշները, ապա մենք լինենք այն խունկի ծուխը, որ Աստված ասեց, որ այդ ամբողջը ծածկող եղնենք Աստծուն։ Եթե ձեր ականջներին ինչ-որ բաներ հասնեմ, չէ, ինչ ենք անում, ծածկում ենք, փագում ենք, մոռացության ենք տալի, մենք վերջի մարդը լինենք։ Փառք Հիսուսին։ Սուրբ Գիրքը ուրեմն մեզ քաջանում է, որ մեր անձերին զգուշություն անենք։ Ասում է ջանք արա Տիմոթեոսի մեջ, որ քո անձդ ընտիր ցույց տաս Աստծո առաջին։ Այնպիսի բանվոր լինելով կամ մշակ լինելով, այնպիսի մշակ լինելով, որ պիտի չամաչի ճշմարտությունը խոսելով կամ ճշմարտության խոսքը բացատրելով։ Ուրեմն մենք պետք է ամեն ինչի մեջ, մեր խոսքերի, ինչպես ասի, մեր գործերի մեջ, մեր վարմունքի, մեր սիրո, մեր հավատքի մեջ, մեր հավատարմության մեջ, ուրեմն պետք է մեր անձերը պատրաստենք, որ երբեք չամաչենք։ Գիտեք, աղոթքը ամենալավ տեղն է, երբ որ կայնում ես Աստծո առաջին, քո սիրտը ցույց է տալի։ Համարձակությունը ցույց է տալի, չէ՞, քո սրտի համարձակությունը ասում է կերևաս Աստծո առաջին։ Այսինքն, եթե մեղք ունենք, սխալ բաներ ունենք, քո սիրտը քեզ ցույց կտա եւ այլ համարձակ չես եղնում աղոթքի մեջ կայնես։ Բայց եթե սիրտդ քեզ չի մեղադրում, այսինքն համարձակ ես կայնում աղոթքի մեջ եւ Աստծոս բան ուզում։ Ուրեմն մեր անձերը պատրաստենք, որ համարձակությունով միշտ Աստծո առաջին կայնենք եւ Աստծուն, որտեղ ասում Աստծո որդիները գնացին Աստծո առջև հոբի մեջ գրած է։ Այսինքն ժամանակ առ ժամանակ մենք էլ գնում ենք Աստծո առջև կայնում եւ աղոթք անում։ Ուրեմն հիշեք, որ երբ որ կանում եք Աստծո առաջին, ձեր սրտերին նայենք, մեր սրտերին նայենք։ Եթե մեղադրանքներ ունենք, ուրեմն Աստծուն լավ չենք ներկայացնում։ Ուրեմն ինչ որ բաներ կա, որ սխալ ենք ներկայացնում, ճիշտ հոտ չենք թողնում։ Ուրեմն թող Տերը օրհնի, որ ամեն մեկս վարժվենք աստվածպաշտության մեջ։ Եվ Հովհաննես առաքյալը, որ վերջին խոսքն է, որ կկարդամ, իր թղթի մեջ ասում է, որ կյանքի բանի վրայով, որ սկզբեն էր որուն համար լսեցինք եւ մեր աչքերը տեսան, որին նայինք եւ մեր ձեռքերը շոշափեցին։ Եվ կյանքը հայտնվեց եւ տեսանք ու վկայում ենք ձեզ ու պատմում այն հավիտենական կյանքը, որ մոտ էր եւ մեզ հայտնվեց։ Այն, որ տեսանք ու լսեցինք, ձեզ կպատմենք, որպեսզի դուք էլ մեզ հաղորդակից լինեք։ Մեր հաղորդակցությունը հոր հետ է եւ իր որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Փառք Հիսուսին, այս խոսքերի մեջ մեծ գանձեր կա, բայց ուզեմ սա իմանաք Աստծո ժողովուրդ։ Նրանք, ովքեր որ Աստծո հետ հաղորդակցվում են, նրանք, ովքեր որ Աստծո հետ շփվում են, նրանց վրայից կյանքի հոտ է գալիս։ Նրանց վրայից սեր եւ գութ է գալիս։ Նրանց վրայից խաղաղություն, նրանց մեջից ուրախություն եւ ուշություն է գալիս, որովհետեւ Աստծո հետ շփվել են։ Գիտեք, երբ որ ինչ-որ մեկի որ շատ սիրում եք եւ փաթաթվում եք, ինչ անում, նրա դուխին, չէ, դուխոտը քո վրայից էլ է գալի, կնոմա քեզ։ Գիտեք, երբ որ Աստծո հետ շփվենք, ավելի մտերմի, որովհետեւ այս մաս ասում որ նրա հետ մենք տեսանք, մենք շփվեցինք եւ ձեզ ենք պատմում։ Եկեք մեզ հետ, չէ, հաղորդակցվեք։ Ինչի, որովհետեւ Աստծո համը կպել է նրանց վրա։ Ասում եկեք մեզ հետ կպենք, որ ձեր վրայից հետ կա։ Այսինքն Աստծո ժողովուրդ խոսքը մեզ ցույց է տալի, որ պետք է շփվենք հենց մարդկանց հետ, որոնց մեջ կյանք կա եւ որոնք Աստծո հետ հաղորդակցվել են եւ Աստծո հոտը կա նրանց վրայից։ Փառք Հիսուսին, թող Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ ենք, եկեք կայնենք աղոթքի Տիրոջը փառք տանք եւ ամեն խոսքերից հետո, ամեն քարոզներից հետո մեր կյանքը պետք է քննենք, տեսնենք ինչի մեջ որ թերացել ենք, կամ ինչի մեջ որ լավ ենք, դրա համար փառք տանք եւ ավելի լավ եղնենք։ Ինչի մեջ որ պակաս ենք, խնդրենք, որովհետեւ Աստված առատապես խնդրողներին տալիս է եւ չի նախատում։ Փառք մեր Տիրոջը։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք քո հրաշալի խոսքերի համար,
Շնորհակալ ենք Տեր ավետարանի համար, որ տվել ես, որ ամեն ժամանակ կարող ենք կարդալ, հաղորդակցվել քո հետ, ճանաչել քո էությունը, քո բարությունը, հասկանալ քո սերը, քո մեծությունը, Տեր, շնորհակալ ենք Աստված ջան, դու սիրող Աստված ես, դու փրկող Աստված ես, Տեր, շնորհակալ ենք Տեր, եւ դու թույլ ես տվել Հիսուսով, որ մոտենան քեզ, Տեր, մեր խանգարող բոլոր պատնեշները քանդել ես, Տեր, Աստվածը, ծածկել ես մեր բոլոր մեղքերը, Տեր, եւ իրավունք ես արել հաղորդակցվելու քեզ հետ, որպեսզի սովորենք քեզանից, Տեր, սիրել, սովորենք քեզանից ներել, սովորենք համբերել, սովորենք ողորմած լինել, Տեր, ինչպես դու ես ողորմած, Տեր, փառքել, շնորհակալ ենք, Տեր, աղոթում եմ Հիսուսի անունով, ամեն մի քրոջը Տեր եղբորս համար, որ այստեղ է, Տեր, Աստվածը, որպեսզի մենք քո առջևը, Տեր, քո ուզածի պես լինենք, Տեր, Աստվածը, ինչպես դու կկամենաս, որ տեսնես մեզ, Տեր, մենք շատ բաներ մեջ կարող է չտեսնենք մեզ, բայց դու գիտես մեր սիրտը, Տեր, ամեն մեր պակասը լեցրու, Տեր, քեզանով, ամեն մեր դատարկ մասերը լեցրու քեզանով, Տեր, եթե սիրո մեջ պակասել ենք, թող սիրենք էլ ավելի, Տեր, Աստվածս, եթե դատարկվել է մեր ուրախությունը, Տեր, լեցրու քո ուրախությունով, խաղաղությունով ու բարությունով, Տեր, Աստվածս, Հիսուսի անունով, Տեր, շնորհակալ ենք Աստվածի։ Եվ շնորհակալ ենք բոլոր հաղթանակների համար, որ տվել ես, Տեր, Աստվածս, այո, Տեր, ուզում ենք այն ինչ որ ունենք պահենք եւ ավելանանք, Տեր, Աստվածս, եւ թող ոչ մեկս երբեք չպակասենք, Տեր, Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք, Տեր, սիրում ենք քեզ, պաշտում ենք եւ խոնարհվում ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Ձեռքերիդ մեջ է